Այսօր Նինոց-Մինդայի ավականիում տեղի ունեցավ կարևոր հանդիպում Կորելովկայի թեմի գազաֆիկացման ծրագրի վերաբերյալ։ Հանդիպմանը ներկայ էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սումբատ Գյուրեղյանը, Նինոց-Մինդայի ավականու նախագահ Վահան Արոյանը, Նինոց-Մինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Էշճի գազընկերության տնօրեն Վարեժ Բերիկյանը, ինչպես նաև Կորելովկայի թեմի գյուղապետներն ու համայնքների ներկայացուցիչները։ Այսօր Էշճի գազընկերության որպես մենք ներկայացուցիչներ հանդիպել ենք Կորելովկայի թեմի գյուղապետների եւ սպեցիալիստների հետ, հետագայում Կորելովկայի թեմը գազաֆիկացնելու հարցով որոշում է կայացվել սկսել արդեն նախագծանախաշվարգային փաստաթղթերի պատրաստումը։ Մենք ունենք արդեն պատրաստի Նինոց-Մինդա Կորելովկա այս հատվածի պրոյեկտը եւ պիտի ներկայացնենք քաղաքապետարան համապատասխան շինթույլտվություն ստանալու համար։ Հաջորդիվ նաև թեմի մնացած գյուղերի գազաֆիկացման համար սկսել ենք ակտիվ երկխոսություն գյուղի բնակչության հետ, իշխանությունների հետ։ Եթե ամեն ինչ բարեհաջող ավարտ ունենա մեր բանակցությունների մասով, մենք երևի տարվա վերջ կհասցնենք գազաֆիկացումը ավարտել, բայց եթե տեխնիկական ուրիշ խնդիրներ չառաջանան կամ եթե ուրիշ խոչընդոտներ չեղնեն։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Կորելովկայի թեմի բնակավայրերի գազաֆիկացման առնչվող հիմնական հարցերը, ծրագրի իրականացման հնարավորություններն ու առաջիկա քայլերը։ Մասնակիցները ներկայացրին իրենց առաջարկություններն ու դիտարկումները, կարևորելով ծրագրի նշանակությունը տարածաշրջանի բնակիչների կյանքի որակի բարելավման համար։ Այսօրվա հանդիպումը գազ կամպանիայի հետ էր, իրանց ներկայացուցիչների հետ, Կորելովկայի թեմի գազաֆիկացնելու համար։ Մենք մեր 5 գյուղերին պայմանավորություն մենք ձեռք բերինք, որ մաքսիմալ արագ պետք է հավաքվել գումարը ու իրանք կսկսեն աշխատանքներ, ընթացիկ աշխատանքներ իրանք կսկսեն, որ ժողովրդին տեսանելի եղնի, որ իրոք խաբելու չէ, իրոք աշխատանքներ տարվում են։ Ընդհանուր գումարի ծախսը ովքեր ցանկանում են քաշել, անմիջապես պետք է մտցեն, որովհետև հետագայում էլ չի եղնի հնարավորություն, այսինքն ունենք 518 աբանենտ ընդհանուր 5 գյուղերը, մաքսիմալ այդ իշքան շատ 70-ից բարձր տոկոս պետք է եղնի, ընթացիկ իրանք կսկսեն կենտրոնական գիծը կքաշեն, որ ժողովուրդը տեսնի, որ իրոք աշխատանքներ տարվում են։ Ընդհանուր ծախսերը կազմում են 2300 լարի, այ նախնական աշխատանքները 400 լարի մինչև տուն հասցնելը գազը, այսինքն ընդհանուր կազմում է 2700 լարի մեկ աբանենտի համար։ Մենք պատրաստ ենք, որ համիկ որից հավաքենք գումարների հաշիվները փոխանցենք իրանց, որ իրանք ամսի մինչև 1-ի դրությամբ մենք խոսք ենք տվել, որ գումարային հարցերը որոշ չափով 50-70% չափով լուծենք, որ հետագայում ամսի 1-ից հետո սկսեն իրանք աշխատանքները, հուլիսի 1-ից։ Մենք Կորելովկայի թեմով հանդիպման էինք Էշճի գազ կոմպանիայի ընկերության հետ, քննարկեցինք մեր թեմի գազաֆիկացման հարցը, ուրեմն իրենք խոստացան, որ գազը քաշվի, կախված է մեզանից, պետք է հավաքվի գումար որոշակի չափով, ինչի մասին խոսեց մեր Կորելովկայի թեմի ներկայացուցիչը, կոնկրետ չափերի մասին ինքը նշեց, եւ դրա համար մեր ժողովրդին ուզում եմ խնդրել, որ կարողանանք ժամանակին այս գումարային հարցերը լուծել ու անպայման այս մարդիկ մեզ խոստացան, որ մենք կունենանք գազ։ Դրա համար խնդրում եմ, որ ուշադրությամբ բոլոր գյուղերում, մեր թեմի 5 գյուղերում էլ ակտիվ ընթանան այս աշխատանքները, որպեսզի ընթանան ակտիվ, հարկավոր է, որ մենք այս գումարային հարցերը լուծենք։ Իրենք ասեցին, որ եթե հուլիսի 1-ին հավաքվեց գումարը, հուլիսի 2-ից իրենք կսկսեն աշխատանքները արդեն։ 2 ամսվա ընթացքում մոտավորապես կվերջանա աշխատանքները եւ կլինի գազը։ Եվ դրա համար խնդրում եմ բոլորից այս աշխատանքներին լուրջ վերաբերվեն, գումարը հավաքվի մեր բնակչությանն եմ խնդրում, մեր թեմի բնակչությանն եմ խնդրում, անձամբ իմ գյուղի բնակչությանը եւ այս երկար սպասված գազը անպայման կլինի, եթե այս մեր ասած վերնշած գործողությունը իրականացվի ժամանակին։ Շնորհակալություն։ Քննարկման արդյունքում որոշում կայացվեց սկսել ծրագրի հաջորդ փուլը հաշվարկային եւ տեխնիկական փաստաթղթերի պատրաստման գործընթացը։ Ներկաները վստահություն հայտնեցին, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի առաջիկայում իրականացնել երկար սպասված գազաֆիկացման ծրագիրը եւ ապահովել համայնքներին բնական գազի հասանելիությունը։